Աջակցությունը միջազգային Էքսպո 2017-ը Լիեժում անցկացնելու հարցում։ Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող մեր երկրի վարչապետին Լիեժի քաղաքապետը ներկայացրել է քաղաքի զարգացման քաղաքականությունն ու նշել, որ Լիեժի զարգացման տեմպերը թույլ են տվել քաղաքին հայտ ներկայացնել Էքսպոն Լիեժում անցկացնելու համար։ 2017-ին Էքսպոյի անցկացման վայրը որոշելու է ցուցահանդեսների միջազգային բյուրոն, որի անդամ է նաև մեր երկիրը։ Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահի հետ Տիգրան Սարգսյանը քննարկել է նոյեմբերին Երևանում կայանալիք Բելգիական շաբաթը Հայաստանում խորագրով հայ-բելգիական գործարար համաժողովին վերաբերող հարցեր։ Վարչապետի այցի ու հանդիպումների բոլոր մանրամասները Արտակ Հերիքյանի ռեպորտաժում։ Բելգիական Լիեժ քաղաքը հավակնում է հյուրընկալել միջազգային Էքսպո 2017-ը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը Լիեժի քաղաքապետ Վիլի դը Մեյերը խնդրել է, որ Հայաստանը պաշտպանի իր քաղաքի թեկնածությունը, թե որտեղ կանցկացվի Էքսպո 2017-ը, քվեարկությամբ պետք է որոշի ցուցահանդեսների միջազգային բյուրո կազմակերպությունը, որի 157 անդամներից մեկն էլ մեր երկիրն է։ Որպեսզի Լիեժը դառնա համաշխարհային տնտեսության վերջին նվաճումները ցուցադրելու վայր, այն պետք է ստանա կազմակերպության անդամ երկրների ձայների 2/3-ը։ Բելգիացի քաղաքապետին վարչապետը հրավիրել է Երևան համաշխարհային Էքսպոն Լիեժում անցկացնելու գաղափարը գովազդելու։ Հայաստանն առաջին երկիրն է, որից պաշտոնապես աջակցություն ենք խնդրում։ Էքսպո 2017-ը Լիեժում կազմակերպելու գաղափարը լավ է ընդունվում աշխարհում, հաշվի առնելով մեր քաղաքի դիրքը։ Լիեժը Բելգիայի երրորդ խոշոր քաղաքն է, ֆրանսախոս Վալոնիա շրջանի տնտեսական մայրաքաղաքը։ Լիեժն անվանում են 3 պետությունների ժամադրավայր։ Բելգիական քաղաքը շատ մոտ է հոլանդական եւ գերմանական սահմաններին։ Լիեժով են անցնում եվրոպական նշանակության ճանապարհներ ու երկաթգծեր։ Այստեղ հաստատված են բարձր տեխնոլոգիաների ասպարեզի մի շարք առաջատար ընկերություններ, մասնավորապես TechSpace Aeron, որը մասեր է արտադրում ամենամեծ օդանավի Airbus 380-ի համար։ Տիգրան Սարգսյանի բրյուսելյան հաջորդ զրուցակիցը հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն է։ Թեման նոյեմբերի 7-ից Երևանում անցկացվելիք բելգիական շաբաթը, որին մասնակցելու են մոտ 5 տասնյակ բելգիացի գործարարներ։ Դա կլինի բելգիացի ձեռներեցների 4-րդ այցը Հայաստան։ Հայ-բելգիական առևտրատնտեսական կապերը զարգանում են հիմնականում ադամանդագործության ոլորտում։ Մեր նպատակն է բելգիական ներդրումները ուղղել հայաստանյան տնտեսության այլ ոլորտներ, օրինակ հյուրանոցային բիզնես։ Նախատեսվում է Հայաստանի մայրաքաղաքում անցկացնել 2 առանձին բիզնես համաժողով, մեկը ֆրանսախոս, մյուսը ֆլամանդախոս ձեռներեցների համար։ Եթե ֆրանսախոս Բելգիայի գործարարները ծանոթ են Հայաստանին, ապա ֆլամանդական շրջանի ձեռներեցները դեռ պետք է բացահայտեն հայկական տնտեսությունը։ Վալոնյան Հայաստանը համարում է բելգիական բիզնեսի տարածաշրջանային կենտրոն։ Մենք հուսով ենք, որ Բելգիայի համար ամբողջությամբ Հայաստանը կլինի տարածաշրջանում բիզնեսը զարգացնելու համար կենտրոն։ Ֆլամանները ուժեղ են շինարարության, ադամանդագործության ոլորտներում։ Վալոնիայում զարգացած է սննդի արդյունաբերությունը, դեղագործությունը։ Բրյուսելում ասում են, որ բելգիացիները մտադիր են երկարաժամկետ բիզնես ծրագրերով գալ Հայաստան։ Արտակ Հերիքյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայլուր, Բրյուսելից։ Անկախությունը հասունության դրսևորում է, երբ մենք ինքնուրույն ենք կարգավորում մեր կյանքը, ինքնուրույն ենք կազմակերպում մեր ներկան եւ ծրագրում մեր ապագան։ Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ պետական մարմինների, գիտության, մշակույթի, սպորտի, բնագավառի, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ընդունելության էր հրավիրել կառավարության ղեկավարը։ Անկախության 21-ի արդիվ եւ աշխատանքային գործունեության ընթացքում նշանակալի ավանդի համար նշված ոլորտների մի խումբ անձանց, այդ թվում նաեւ մեր գործընկերներ Նունե Ալեքսանյանին, Թերեզա Կասյանին, Արտակ Հերիքյանին եւ Ռոմիկ Խաչատրյանին Տիգրան Սարգսյանը պարգևատրել է վարչապետի հուշամեդալներով եւ շնորհակալագրերով, նշելով, որ նրանցից յուրաքանչյուրը օրինակ է անկախության սերնդի երիտասարդների համար իր գործով, քաղաքացիական կեցվածքով, մասնագիտական որակներով։ Իդեպ մեր մյուս գործընկերը Արթուր Գրիգորյանը արժանացել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի պարգևին։ ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Արցախին մատուցած ծառայությունների համար Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, քաղաքական ու մշակութային բնագավառների մի խումբ ներկայացուցիչների։ Արցախի նախագահը կարևորել է աշխարհասփյուր հայության բոլոր հատվածների դերը մեր հաղթանակների կերտման գործում եւ ընդգծել, որ Հայաստան-Արցախ սփյուռք կուռ եռամիասնությունը հանդիսանում է հայոց անկախ պետականաշինության հիմնասյուներից մեկը։ Մեր ժողովուրդն իր դժվարությունների, մաքարումների, զրկանքների եւ հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը։ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Հայաստանի ու Արցախի անկախության 20-ամյակի առիթով շնորհավորանքի իր խոսքում կարևորել է նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով երկրապահները հանրապետության
հանրապետության բոլոր ազատամարտիկները միշտ պատրաստ են ու զգոն։ Միասնականության ամուր հավատով ու հանուն մեր սուրբ նահատակների մենք պարտավոր ենք հաղթահարել նաև ժամանակի մարտահրավերները եւ առաջ ընթանալ ապագան վստահելով նոր սերնդին, ասել է ԵԿՄ ղեկավարը, ավելացնելով, որ մեր հզորությունը մեր միասնության մեջ է։ Հայաստանի անկախության տոնը Միացյալ Նահանգների արևմտյան ափին միասին են նշել երկրորդ համաշխարհային պատերազմի, Արցախի ազատամարտի ու տարբեր երկրների պատերազմների մասնակցած հայ վետերանները։ Նրանք արդեն 15 տարի միավորված են Ամերիկահայ վետերանների միության շուրջ։ Կառույցի անդամների թիվը 80-ից ավելի է, մեծ մասն արդեն երիտասարդ չէ։ Հայաստանի անկախության տոնը Միացյալ Նահանգների արևմտյան ափին միասին նշեցին երկրորդ համաշխարհային պատերազմի, Արցախի ազատամարտի ու տարբեր երկրների պատերազմների մասնակցած հայ վետերանները։ Նրանք արդեն 15 տարի միավորված են Ամերիկահայ վետերանների միության շուրջ։ Կառույցի անդամների թիվը 80-ից ավելի է, մեծ մասն արդեն երիտասարդ է, նոսրանում են երկրորդ համաշխարհայինի մասնակիցների շարքերը։ Վերցնում ենք աշխարհի ցանկացած անկյունում կրված հայրենիներին, որոնք կրվել են իհարկե երկիր պաշտպանելու։ Ամերիկահայ վետերանների երիտասարդացող կառույցը Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով գրասենյակ ունեցավ, որը վետերաններին նվիրել է ամերիկահայ բարերարներից մեկը։ Բացումը վերապահվեց կառույցի ավագ անդամներին։ Գրասենյակը շատ մեծ չէ, բայց շատ բան կփոխի, հավաստիացնում են վետերանները, ծրագրեր շատ ունեն։ Վաշինգտոնում պաշտպանության նախարարության ռազմական կցորդի հետ էլ պայմանավորվել են սերտ գործակցել։ Ովքեր որ հետաքրքրված են հայկական զինված ուժերի մասին տեղեկատվություն ստանալու կամ նրանց աջակցելու կամ նրանց հետ ուղղակի կապ հաստատելու, ապա այս գրասենյակը ամենալավ տարբերակն է, որը կծառայի, օրինակ կծառայի նրանց հետ կապը պահպանելու, աշխատելու։ Ամերիկահայ վետերանները ուշադիր հետևում են Հայաստանից ու Արցախից ստացվող լուրերին, ադրբեջանական ռազմական հոխորտանքին ու վստահ են հայրենիքի ուժին։ Արցախյան ազատամարտի մասնակից ամերիկահայ Ավետիս Թանգիկյանը ժպիտով է լսել ադրբեջանական անօդաչու սարքի կործանման լուրը։ Արդեն սիդարուս հաջորդներուն բիտ փորձեն լրտեսել, բայց թողնեն, թող փորձեն։ Հոգ չէ, մենք մեր ուժ ունենք, որտեղ մեր հողերուն համար է որ գտնվենք մենք։ Ադրբեջան սահմանը պաշտպանելու համար իր հողը չէ։ Մեր անձնական, մեր բաբենական հողերն են։ Մենք ունենք ուժ, մենք ունենք միասնականություն ու երբ որ պետք լինի պիտի գնանք ու կգնանք։ Չեն կասկածում ու ոչ ոք չի պիտի կասկածի։ Լիլիթ Սեթրակյան, Օնիկ Գյուլեզյան, Հայլուր, Միացյալ Նահանգներ։ Ծանր ժամանակներն են սպասվում, իր հայրենակիցներին զգուշացրել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավարը Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ պետություն ճանաչելու մասին հայցը անվտանգության խորհրդին հանձնելու նախաշեմին։ Մահմուդ Աբասը խոստովանել է, որ այլընտրանք չկա։ Պաղեստինցիներն ուզում են, որ քարտեզի վրա հայտնվի նոր պետություն մինչև 1967 թվականը գծված սահմաններով, որը ներառում է Հորդանան գետի արևմտյան ափը, արևելյան Երուսաղեմն ու Գազայի հատվածը։ Իսրայելն ու անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքը կիրառել սպառնացող Միացյալ Նահանգները պնդում են, որ Պաղեստինյան պետությունը կարող է ստեղծվել միայն հակամարտող կողմերի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում։ Պաղեստինն Իսրայելի հետ երկխոսությունը համարում է անարդյունավետ։ Մեկ տարի առաջ խաղաղ բանակցությունների վերջին փուլն այդպես էլ ոչինչ չտվեց Միացյալ Նահանգների հետ դիմակայությունից խուսափելու նպատակով դիվանագիտական ջանքեր է գործադրում Ֆրանսիան։ Փարիզը մտադիր է ինքնավարության ղեկավարությանը ներկայացնել ՄԱԿ-ում Պաղեստինի ոչ լիիրավ անդամի կարգավիճակի շուրջ առաջարկների փաթեթ։ Վատիկանի օրինակով ոչ լիիրավ անդամի կարգավիճակը հնարավորություն կտա ապագայում լիիրավ անդամակցություն ստանալու հարցով նոր քվեարկության փորձ ձեռնարկել։ Շարունակում ենք թողարկումը։ Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մոսկվայի Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վալերի Գերգիևին։ Նախագահը նշել է, որ Հայաստանում սիրում եւ միշտ սպասում են մաեստրոին, նրան համարելով հայ ժողովրդի անկեղծ բարեկամը։ 5 տարի դուք ղեկավարել եք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, այդպիսով ձեր կյանքի այդ 5 տարին նվիրելով Հայաստանին ու հայկական մշակույթին։ Շատ ուրախ ենք, որ ժամանակ եք գտել եւ Հայաստան եք այցելել հենց այս տոնական օրերին, ասել է նախագահ Սարգսյանը։ Իր հերթին Վալերի Գերգիևը նշել է, որ Հայաստանը համարում է իր համար հարազատ երկիր եւ միշտ մեծագույն հաճույքով է հիշում մեր երկրում անցկացրած տարիները։
Դասական երաժշտության լավագույն ընտրանին երևանյան երաժշտասերներին է ներկայացնում Արինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Վալերի Գեորգիևի ղեկավարությամբ։ Հայաստանի անկախության 21-ին նվիրված բացառիկ համերգային ծրագրում ներառված են Շտրաուսի հերոսի կյանքը սիմֆոնիկ պոեմը, Մալերի 4-րդ սիմֆոնիան, Սեն-Սանսի առաջին կոնցերտը։ Հոբելյանական համերգն անցկացվում է Հայաստանի նախագահի հովանու ներքո Երևանյան հեռանկարներ միջազգային փառատոնի նախաձեռնությամբ։ Վալերի Գեորգիևի ընտրությամբ համերգի մենակատարներն են Չայկովսկու 14-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր Նարեկ Խախնազարյանը եւ Անաստասիա Կալագինան։ Я очень счастлив, что мы в Армении, вдвойне счастлив, что это Ես երջանիկ եմ, որ Հայաստանում եմ եւ կրկնակի երջանիկ եմ, որ անկախության 20-ամյակի առիթով եմ այստեղ։ Հայաստանը երաժշտության երկիր է եւ ես իմ կենսագրությամբ սերտորեն կապված եմ Հայաստանին։ Մի քանի տարի շարունակ ես ապրել եմ Երևանի եւ Լենինգրադի միջեւ։ Եվ այս ամենը վերաճել է մեծ բարեկամության եւ եղբայրության։ Կրկին ցանկանում եմ բոլորիդ մաղթել լավագույնը եւ ասել, որ հայ կոմպոզիտորների գործերը պետք է հնչեն աշխարհի լավագույն համերգասրահներում։ Անկախության 20-րդ տարեդարձի առիթով նախագահ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստանում այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից։ Քիչ առաջ Հայաստանի նախագահին շնորհավորել են գերտերությունների, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները։ Դմիտրի Մեդվեդևը մասնավորապես ասել է. «Մեջբերում եմ։ Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ բարեկամ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ։ Այս տարիներին ձեր հանրապետությունը տեսանելի հաջողությունների է հասել տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում, ամրապնդել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա է ամրապնդվել Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող ավանդական բարիդրացիական հարաբերությունները։ Այսօր մենք հաջողությամբ ենք զարգացնում բազմապլան կապեր դաշնակցային գործընկերության ոգով։ Համատեղ ջանքերով բացում ենք փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ առևտրատնտեսական, ներդրումային, հումանիտար եւ այլ ոլորտներում։ Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբերին սպասվող ձեր այցը Ռուսաստան լուրջ խթան կհաղորդի համագործակցության հետագա բազմակողմանի զարգացմանը։ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել արդյունավետ քաղաքական երկխոսությունը ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում համակարգված աշխատանքը Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին համապատասխան կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի դինամիկ զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման գործում։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է. «Մեջբերում եմ, հարգելի պարոն նախագահ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ ձեզ եւ Հայաստանի ժողովրդին ձեր ազգային տոնի սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։ 20-րդ տարեդարձի տոնակատարության այս օրերին մենք արժանին ենք մատուցում մեր երկու երկրների միջև առկա պատմական կապերին, որոնք սկիզբ են առնում Հայաստանի անկախացումից շատ առաջ։ Որպես մի երկիր, որը հարստացել է հայկական ծագում ունեցող ամերիկացիների մի քանի սերունդների ներդրումով, Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդավարացում, բարօրություն եւ խաղաղություն տանող ճանապարհով։ Գործընկերությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջև հարաճուն։ Ընդունեք, խնդրեմ, լավագույն բարեմաղթանքներս ձեր ազգային տոնի առիթով», գրել է Բարակ Օբաման։ Հաշմանդամների վազքարշավ սայլակներով դեպի Եռաբլուր։ Անկախության հոբելյանի նվիրված վազքարշավը կազմակերպել է երիտասարդության եւ սպորտի նախարարությունը հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։ Հանրապետության տարբեր մարզերից Երևան ժամանած հաշմանդամներն իրենց անվասայլակներով շարժվելով դեպի Եռաբլուր ցույց են տվել, որ իրենք էլ հասարակության լիիրավ անդամ են եւ կարող են օգուտ բերել հասարակության ու պետության կայացման գործում։ Մենք անընդհատ խոսում ենք, որ հաշմանդամներին պետք է ինտեգրել։ Այս ինտեգրման մի երևույթ է, որպեսզի կարողանանք իրենց էլ ընդգրկենք մեր այս միջոցառումների մեջ։ Ակցիա է, որը պետք է ամբողջ հասարակությանը ցույց տա, որ հաշմանդամները կարող են եւ անհրաժեշտ է, որ ապրեն ակտիվ, լիարժեք կյանքով, պարզապես դրա համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ։ Անկախության հռչակման 20-ամյակին եւ ստեղծագործական գործունեության 55-ամյակին նվիրված Նարեկացի կենտրոնում կայացել է Ռոբերտ Կարապետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Նա մոտ 30 տարի աշխատել է հայկական հեռուստատեսությունում, զուգահեռ նկարել եւ լուսանկարել, թղթակցել ավանգարդ երիտասարդական թերթին։ Նրա գործերը տպագրվել են հանրապետության գրեթե բոլոր թերթերում։ Նրա լուսանկարչական ապարատն անմահացրել է Պարույր Սևակին, Վիլյամ Սարոյանին, Երվանդ Քոչարին ու Մարտիրոս Սարյանին։ 2002-ին Ռոբերտ Կարապետյանը Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանին է նվիրել իր նկարահանած ժապավենների ամբողջ արխիվը։ Նկարները, որ դուք դիտում եք այստեղ, բոլորը ես նկարել եմ ներկայացման ժամանակ։ Ելնելու դերի հոգեբանական կերպարից, ընտրել եմ ամենակուլմինացիոն կետերը
եւ այդ թեմաները ես միշտ պահպանել եմ իմ լուսանկարների մեջ։